մտածում էի, ես պիտի խոսամ, տենց էլ վերջնական չիմացանք, ես ու Կարեն աղբերը չհասցրեցինք խոսանք, ես տեղ եմ խոսալու թե Կոմիտասում, են էլ աղոթքի ժամանակ Տերը մի բան խոսած հետս զգացի, որ հիմա եմ խոսալու։ Ուզում եմ անդրադառնամ եւ անցնենք խոսքին։ Եկեղեցու նպատակը հիշացնեմ սիրելիներ, նրանք ովքեր այստեղ հավաքված են եւ մեզ դիտում են։ Հիշացնում եմ բոլորիս եկեղեցու նպատակը եւ Սուրբ Հոգին այս խոսքը բերեց իմ մեջ, որ ես եկեղեցուն հիշացնեմ եկեղեցու նպատակի մասին սիրելիներ։ Եկեղեցու եկողները, եկեղեցուին մասնակցողները եւ Տիրոջ երկրպագողները ակնկալիքները շատ տարբեր են լինում սիրելիներ։ Մարդու աղոթելու ակնկալիքը կարա տարբեր լինի, եկեղեցի գալու ակնկալիքը կարա տարբեր լինի, Տիրոջը նվիրվելու ակնկալիքը կարա տարբեր լինի, բայց եկեք նայենք Աստծո տեսանկյունից, որն է եկեղեցու նպատակը, որն է եկեղեցու ծրագիրը սիրելիներ։ Եկեղեցու նպատակը երկինք գնալը չի սիրելիներ։ Մի օր եկեղեցին գնալու է երկինք, մի օր Տերը փրկելու է եկեղեցուն, բայց երկրի վրա եկեղեցու համար առաջին նպատակը եւ ծրագիրը սիրելիներ, դա աշխարհը փրկելու եւ փոխելու ծրագիր է։ Կրկնում եմ, եկեղեցուն հավատացյալ ժողովրդին Աստված կարող է բժշկել սիրելիներ։ Աստված կարող է օրհնել մարդուն, Աստված կարող է մխիթարել մարդուն, Աստված կարող է բարիք բերել, անեծք քանդել։ Շատ հրաշքներ եւ զորություններ կարող է անել մարդու կյանքում, ընտանիքը փոխել, ընտանիքը միացնել, սակայն եկեղեցու հիմնական եւ առաջնային նպատակը եւ ծրագիրը եկեղեցու աշխարհը փրկելու եւ աշխարհը փոխելու ծրագիրն է։ Ինչի է բժշկում Աստված, ինչի է օրհնում Աստված մարդուն, ինչի է բարիք տալիս, ինչերով է այս լավ բաները երբ որ անում է, որն է նպատակը, որպիսի եկեղեցին կարողանա Աստծո հանձնարարականը հասցնի տեղ եւ Աստծո ծրագիրը ավարտին հասցնի։ Այսինքն Աստված ինչ էլ որ անում է, նպատակ, այո, դա անում է մեր կյանքի համար, սիրելիներ, օրհնում է, բժշկում է, օգնում է մարդուն, բայց նպատակը, որ նա ապահովում է անհատին, որպիսի անհատը իրականացնի իր ծրագիրը, սիրելիներ։ Այսինքն, ինչ էլ որ Աստված անի մարդուն, բարիք եւ օրհնություն, դա ուղղված է անհատին, բայց Աստծո մտքի մեջ, Աստծո ծրագիրը սա է, սիրելիներ, որ աշխարհը փոխվի եկեղեցու միջոցով։ Հիսուսն էր այս գործը անում եւ հանձնարարեց եկեղեցուն, սիրելիներ։ Եվ ինչ է անում Հիսուսը, ապահովում է, օրհնում է եւ օգնում է, որպիսի եկեղեցին իր գործի մեջ, իր կարևոր հանձնարարականի մեջ հաջողվի։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, Աստված ողորմած է, Աստված բարեգութ է, բայց Աստված օրհնում եւ ապահովում է, որ մենք իրականացնենք այն գլխավոր ծրագիրը, որը Աստված պատվիրել է եկեղեցուն սիրելիներ։ Գիտեք, երբ որ մեկը միանում է ինչ որ մի կառույցի, օրինակ ռազմական կառույցի է միանում, ինչ որ շտաբի է միանում, նպատակ որն է, այդ ուղղվածությունն է սիրելիներ, չգիտեմ, պատրաստում են դրան։ Մեկ ուրիշ կառույցի մարդը միանում է գիտական փորձեր են անում, ինչ որ բաներ անելու համար։ Եկեղեցու նպատակը, երբ որ մենք կծվում ենք, սիրելիներ, այո, մենք կարող ենք ունենալ տարբեր նպատակներ։ Ինչ որ մեկը կարող է գալ, որովհետև առողջական խնդիր ունի, բայց եկեղեցու ծրագիրը եւ միսիան նպատակը Աստծո տեսանկյունից Աստված կանչեց իրեն հետևել։ Ոչ թե Հիսուսն ասեց եկեք իմ հետևից, ես ձեզ կօրհնեմ ու կբժշկեմ, սիրելիներ, սա չէր։ Նույնիսկ Հիսուսը թեքվեց եւ ասեց դու գալիս եք իմ հետևից, որտեվ կերակրվեցիք։ Դրանով ուզում էր ցույց տալ, իմ միսիան կերակրելը չի, ես ուրիշ նպատակով եմ ձեզ կանչել, սիրելիներ։ Տարբեր կարիքներով եւ տարբեր պատճառներով մենք կարող ենք միանալ Աստծուն, բայց ես ուզում եմ հիշացնեմ ինձ եւ հիշացնեմ այստեղ ամեն մեկիս, որ եկեղեցու գործառույթը մնում է աշխարհը փրկելու եւ փոխելու ծրագիրը սիրելիներ։ Տերը օրհնի զորացնի ամեն մեկիդ։ Ուզում եմ մի համար կարդամ եւ այս համարով քաջալերեմ եւ անցնենք առաջ սիրելիներ։ Այս համարը գրված է Գործք առաքելոց 10-րդ գլխի մեջ 4-րդ խոսքի մեջ մի Կորնելիոս անունով իտալացի գնդից էր, հռոմեացի էր ինքը, եւ այս մարդու համար այսպիսի մի կարևոր խոսք է գրված սիրելիներ։ Ուզում եմ այս համարը միասին կարդանք։ Հեսա կարդալու ենք, կտեսնեք։ Բասեք ես իմ մոտ բացեմ, իմ մոտից կարդամ։
Իսկ նա հրեշտակին նայելով նրան հրեշտակ է հայտնվում։ Կորնելիոսը երկար ժամանակներ աղոթքի մեջ էր։ Աղոթում էր, ծոմեր էր պահում, փնտրում էր Աստծուն, եւ գրված է մի օր հրեշտակը Աստծո հայտնվեց իրան։ Եվ տեսեք ինչ արեց եւ ինչ խոսեց նրա հետ։ Եվ նա զարուրեց ու ասեց. «Ինչ է Տեր»։ Հրեշտակի հետ է խոսում։ Եվ նա ասեց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծո առաջին բարձրացան քո մասին հիշեցնելու համար»։ Կորնելիոսին հայտնվում է Աստծո հրեշտակը եւ ասում է. «Քո աղոթքները եւ քո բարի գործերը Տիրոջ առաջ լսելի են, քեզ հիշացրել են Տիրոջ քո մասին հիշացրել են Տիրոջը»։ Ինչի՞ եմ այս խոսքը ուզում կարդամ սիրելիներ։ Ոչ միայն մարդու աղոթքները, այլ նաև մարդու բարի գործերը, ողորմություն, մեկ ուրիշ թարգմանության մեջ խոսքը նշում է բարի գործերի մասին։ Այս երկուսը, մեր աղոթքներն ու մեր գործերը հուշում են Աստծուն մեր մասին։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստծո հրեշտակը եկավ պատասխաններով, եկավ լուծումներով եւ ասում է ինչի համար ես եկա, որովհետեւ քո աղոթքները եւ քո բարի գործերը հիշեցրեցին։ Սիրելիներ, ինչը կհիշեցնի Աստծո մոտ իմ մասին։ Օրինակ եմ վերցնում, իմ բարի գործերը, իմ աղոթքները կհիշեցնեն Աստծուն, թե իմ աղոթքներին ինչը կցված կլինի, որոնք պատճառ կլինի, որ Աստված ուշադրություն դարձնի, որ Աստված պատասխան բերի։ Սրանով ինչ ենք հասկանում, ես ինչ եմ հասկանում, որ ոչ միայն աղոթքներն են, որ հիշեցնում են Աստծուն մեր մասին, այլ նաև աղոթքին զուգահեռ ինչ որ բաներ պետք է լինեն մեր կյանքի մեջ։ Ինչի համար, որովհետև գիտեք շատերն են աղոթում, բայց մենք հասկանում ենք, որ աղոթքները եւ աղոթքի հետ զուգահեռ ինչ որ բաներ կա, որ պետք է լինեն, որպեսզի հուշեն Աստծուն մեր մասին։ Թող քո մասին հիշացնեն ինչ որ բաներ Աստծուն եւ քո աղոթքները եւ իմ աղոթքները եւ մեր ինչ որ գործեր։ Թող ինչ որ մեկի առաջ հիշվի իր ծառայությունները եւ իր աղոթքները, իր բնավորությունը, որ օրհնություն է մյուսներին եւ նրա աղոթքները։ Թող ինչ որ բաներ կծվեն քո աղոթքներին եւ դրանք առիթ լինեն, որ Աստված նայի եւ ուշադրություն դարձնի սիրներ։ Մենք շարունակության մեջ տեսնում ենք, որ Աստված խոսում է նրա հետ եւ ասում է, հանդիպեցնում է Պետրոսի հետ։ Մի պաուզում եմ անդրադառնամ Պետրոսի հետ կապված ինչ տեղի ունեցավ սիրներ։ Այս նույն պատմության մեջ գրված է, որ Պետրոսը քաղցած էր, սոված էր եւ ուզեց, որ հաց դնեն, եւ հանկարծ Աստված մտքի հափշտակություն եւ տեսիլք ցույց տվեց, եւ տեսիլքի մեջ մի սավանով կենթանիներ իջեցվեցին Պետրոսի մոտ, երազով տեսիլքով տեսավ, եւ սրանք այն կենթանիներն են, որ հрьяաները չէին ուտում, եւ Աստված ասեց. Պետրոս, մորթի եւ կեր։ Այսինքն Աստված սրանով ցույց էր տալի, ինչ որ մի բան էր ուզում իր մտածելակերպի մեջ փոխեր, ուզում էր ցույց տալ, որ գիտես հрьяաներից բացի ես նույնպես օրհնություն ունեմ մյուս ազգերի համար։ Աստված նուրբ ձևով, երբ որ Պետրոսը քաղցած էր, Աստված այս տեսիլքը ցույց տվեց եւ ասեց մորթի, շատ զգուշ ձևով Աստված մոտիկացավ եւ իր մտածելակերպի մեջ բերեց փոփոխություն։ Օգտվելով առիթից ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Գիտեք, որոշ մարդկանց համար, երբ որ մի նոր կերակուր է գալիս իրանց հոգեվոր, ես կարծում եմ սավաններ կա, որ իջնում է, հելի բարձրանում է վերև, այս մարդը ասում է, չէ, ես մեկը չեմ ուտելու։ Երբ որ մարդը իր իմացած մենյուից, հոգևոր մենյուից, իր իմացած հոգևոր ուտելիքից բացի մեկ ուրիշ հոգևոր սնունդ են իրան առաջարկում, իր համար այնքան օտար այլ ասելու չի սեներ։ Թող այսօրվա ուտելիքը, որ կհասնի մեզ, մի փոքր մտածենք դրա մասին։ Համաձայն եք թե չէ։ Բայց ինչ եմ սրանով ուզում ասեմ։ Պետրոսին Աստված պատրաստեց հետաքրքիր կերպով, որպեսզի հանդիպեցնի Կորնելիոսին։ Պետրոսը միջև դա հարության ծառայություն էր արել, 19-րդ գլխի մեջ հարության ծառայություն էր, նա հարություն էր տվել մեկին։ Երկրորդ գլխում Աստված Պետրոսի հետ ինչ որ աշխատանք էր տանում, որպեսզի հանդիպեցներ Կորնելիոս մեկին։ Սիրելի եկեղեցի, Աստված տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում եկեղեցուն պատրաստում է նոր հանդիպումների։ Ինչքան պատրաստում է եկեղեցին, եկեղեցուն բերում է նոր հանդիպումների եւ նոր փորձառությունների։ Մեկ ուրիշ բան եմ ուզում այստեղ ասեմ, սիրներ։ Ում համար է Տերը քեզ
եւ ինձ պատրաստում։ Ինչպես ենք մենք ապաշխարել։ Ինչ որ մեկը հավատքի մեջ զորացել է, ապաշխարել է, նվիրվել է Տիրոջը եւ մեզ մի օր հանդիպեցրել է այդ մարդուն եւ այդ մարդը մեզ վկայել է, Աստծո խոսքը խոսացել եւ մենք ապաշխարել ենք։ Ինչ որ մեկը որոշել
Նում ես ելեր։ Անընդհատ եւ ասում է ինչի ես այս նույն վիճակի մեջ ընկա։ Ամարտ ես ուր գնում եմ, մարդը ասում է իմ տնեցիք են, սրանք են անում։ Այ որ սրանք չլինեն, հլեն ընտանիքը, արի գնանք այն ընտանիք։ Այս ընտանիքը թողում է, գնում է այս ընտանիքը։ Այս ընտանիքում անում է նույն բանն անում, ինչ որ այն ընտանիքում էր։ Եվ հետո հասկանում է, խափեցի, չի հասկանում։ Մտածելակերպի փոփոխությունն է, որ սկսում է մարդու մտքի մեջ փոխվել։ Ուզում եմ օրինակ բերեմ։ Արման ջան, դու մի քիչ ենկոն կանգնի, եսա կասեմ։ Երկուսը նույն մարդիկ են։ Ինքը պատկերացրեք հանցագործ է, ինքը բարի մարդ է, պատկերացրեք։ Ինչի վրա է Աստված աշխատում։ Ոչ թե մարդկանց տեսքի վրա, ոչ թե մարդկանց հագու կապի վրա, նրանք նույն շորերն ունեն, նույն տեսքն ունեն, նույն բոյ, Աստված աշխատում է մարդու մտածելակերպի վրա։ Ինչի է ինքը հանցագործ, մտածելակերպի պատճառով։ Ինչի է ինքը բարի, նորից իր մտածելակերպի պատճառով։ Գիտեք, հանցագործություն անելու համար, սխալ բան անելու համար, լավ ասեմ, ավելի մեծ ջանք է պահանջվում, քան քրտինքով աշխատելու համար։ Ավելի մեծ պոտենցիալ ու եռանդ է պահանջում սխալ բաներ անելու համար, գիտեք, մարդ կասում ուղեղն հենց աշխատում, մտածում է ոնց անի, ուղեղը, նայում ես ասում ես ուղեղը։ Ավելի քիչ ջանք է պահանջվում ինչ որ բան ձեռնարկել եւ աշխատել։ Նայեց մարդը, բայց ինչն է խնդիրը, գիտեք իրանց որն է։ Այս ամեն ինչ պատմում եմ մի նուրբ բանի անդրադառնալ։ Վտանգն ու խնդիր իրենց մտածելակերպի հավատքն է։ Հիմա կասեք հավատք։ Ինքը հավատում է, որ այդ եղանակով կհաջողվի։ Հավատքն է կործանում մարդուն։ Հավատքը մեխանիզմ է, որը կործանում է կամ հակառակը փրկում եւ օգնում է մարդուն։ Սխալ բաների վրա եղած հավատքն է, որ կործանում է մարդուն։ Անուշավանը մտածում է ոչ, ես չեմ կարող սխալ բաներով հաջողվել։ Սխալ մտածելակերպը եւ սխալ բաների վրա եղած հավատքը, այս բանն անեմ կհաջողվեմ, այս բանն անեմ կհաջողվեմ, սեներ ոչ։ Դրա համար մեր հավատքը պիտի հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Գիտեք, որոշ մարդիկ ինչ են հավատում։ Որոշ մարդիկ հավատում են, որ եթե իրանք ունենան հաջողված, ասենց ասեմ, իրանք երեխաներին ինչի չեն ուղարկում եկեղեցի։ Որոշ մարդիկ այստեղ նստած կլինեն։ Հավատում են, որ եթե իրանք երեխաներին ուղարկեն եկեղեցի, իրանք երեխաները կապրեն սուրբ կյանք, մաքուր կյանք սկսեն ապրել եւ աշխարհը իրանք կկործանի, հավատքա, բայց սխալ բաների հանդեպ։ Եվ գիտեք ինչ են անում, իրենց հավատքը իրանք դրդում է գործողությունների եւ իրենց հավատքի արդյունքում իրանք երեխուն ասում են թող քնի երեխան։ Հավատքը արտահայտվում է, գիտեք ինչ, հոգատարությունով, բայց ետին մտքի մեջ ուրիշ բան կա, կդառնա սուրբ դպրոցում իրան կճնշեն։ Ահա կործանիչ երեխայի սու 2068 կործանարար ծնող մտքի պատճառով եւ ինքը զրկում է իր երեխուն։ Իսկ ինքը ոնց է հավատում այս մյուսը հավատում է ինչքան սուրբ լինի, այնքան անհաղթահարելի կլինի։ Ինչի է մտածում, որ մեղավոր բնույթով ապրող երեխան կլինի ուժեղ։ Որտեղից է գաղափարը, որ եթե իրեն երեխան չապրի Աստծո օրենքներով, մեղքով ապրի ուժեղ կլինի։ Տարօրինակ է, բայց ինքը հավատում է, չէ, իր երեխան կապրի սուրբ եւ կլինի անկոտրում, որտեղ ասում է Հիսուսը խաչի վրա չկոտրվեց, աշակերտները չկոտրվեցին, այնպիսի ուժեղ էին նրանք ոչ մի բանով չէին կոտրվում։ Սիրելիներ, մարդու հավատքը ճիշտ բաների նկատմամբ, ասես կարամ անընդհատ օրինակներ բերեմ, մարդու հավատքը ճիշտ բաների նկատմամբ կառուցում է սխալ բաների նկատմամբ հավատքը։ Դրա համար երբ որ սատանան գալիս է, գիտեք նորից ինչի վրա է աշխատում։ Սատանային պետք չի մարդու մեջ մտնի շատ ժամանակ, այլ նա մթնոլորտ է ստեղծում, որ մարդը հավատա սխալ բաների, որովհետև եթե մարդը հավատա սխալ բաների, ինքը պետք չի խառնվի։ Մարդը ինքը իրան կկործանի սեներ։ Հավատաց մարդը սխալ բաների,
ինք իրան կկործանի։ Մոտիկացավ Եվային սատանան եւ մի բան ասեց։ Ընդամենը մի խոսք ասեց։ Եվան քայլում էր Եդեմի պարտեզում, տեսավ նույն ծառը։ Հանկարծ այդ ծառը ցանկալի էր, հաճելի էր։ Այ մարդ ինչ էր եղես ծառը, չէ որ դա նույն ծառն էր, բայց իր մտածելակերպի մեջ ինչ որ փոփոխություն էր տեղի ունեցել, հավատք էր առաջացել սխալ բաների նկատմամբ, ինքը սկսել էր հավատալ, որ ուտի իր համար ավելի լավ կլինի։ Ինչն էր փոխվել, որովհետև սատանան իր խոսքով Չարը բերած իր խոսքով Սատանան հասկանում էր, եթե նրանք պահում են Աստծո խոսքը, որտեղ Աստված իրանց հետ խոսացել է, նա հասկանում էր, նրանք նույն ձևի կշփոթեն, նույն ձևի կխախտեն այդ խոսքը խոսքի միջոցով։ Դրա համար եկեղեցին պիտի շատ խոսա։ Դրա համար դու գալիս եք ստե մենք խոսում ենք սիրելիներ։ Դրա համար մենք ուզում ենք, որ մարդը լսի Աստծո խոսքը, դրա համար մենք կարդում ենք Աստծո խոսքը, ինչի, որտեղ ճշմարտությունն է, որ ազատում է մարդուն։ Ինչից է ազատում։ Ինչից է ազատում մարդուն ճշմարտությունը։ Սխալ մտածելակերպից։ Սխալ հավատքը կործանում է Աստված եւ ճիշտ հավատք է կառուցում մարդու մեջ։ Փաստորեն ամեն մարդ հաջողվում է կախված նրանից, թե ում է ականջ դնում։ Հավատքը լսելուց է առաջանում, Աստծո խոսքը ասում է, այսինքն հավատքը առաջանում է լսելուց, իսկ լսել ասում է, գիտեք ինչից, Աստծո խոսքից։ Սա նշանակում է, եթե մարդ ունի հավատք, բայց այն կրում է ուրիշ աղբյուր, դա վտանգավոր է մարդու համար։ Մարդը պետք է հավատա եւ այն հիմք պետք է ունենա, այդ հիմքը Աստծո խոսքն է սիրներ։ Թող Տերը մեր մեջ ճիշտ հավատք կառուցի սիրներ։ Ճիշտ հավատք կառուցի։ Դրա համար Աստված փոխում է մեր մտածելակերպը, ինչի համար, որ մի օր այս երիտասարդիկ չեն սրանք, երևույթների մասին է փոխաբերական, որ պտտում են մեր հետևից գալիս են, ես սկսում եմ ինձ համար դրանք դառնալ օտար։ Կամաց դրանք իմ կյանքից հեռանում են ինչի համար, որովհետև մարդը ինչպիսի մտածելակերպ ունի, դրանք իրան հետևում են սիրներ։ Ինչ եք իմ հետևից գալի մտածելակերպից պատճառով։ Օրինակ մարդ կա, մտածելակերպ ունի, ասում է, հա, մարդ կարա գա եկեղեցի, բայց դե սուրբ լինելը տենց ոնց կլինի սուրբ լինի։ Դրա համար երբ որ ինքը անդադ գալիս է ինձ մեղքի մեջ է գցում, ինչի է ինքը, այս Արմանը ինչի հետևից գալի։ Իմ հավատքի պատճառով։ Այս նշանները հետևում են։ Ամեն նշան հետևում են մարդուն, ով ինչին հավատում է սիրել։ Ինչի ես անդադ գնում մեղքի մեջ, որտեվ ես հավատում եմ, որ մարդը չի կարա սուրբ ապրի։ Ամառ ես եկեղեցում եմ, այո, բայց ես չեմ պատկերացնում ոնց կարա մարդ, դրա համար ես ուր գնում եմ, այդ մեղքը հետևում է ինձ։ Տեղս եմ փոխում, տեղանքս, լոկացիաս փոխում եմ, այդ մեղքը գալիս է իմ հետևից։ Ինչի են դրանք հետևում ինձի։ Իմ մտածելակերպի պատճառով դրանք գտնում են ինձի։ Ամառ ես կռվարար ինչի է գալի իմ հետևից։ Ես խաղ, որովհետև ես իմ մտքի մեջ հասկանում եմ հարցերս ես պետք է լուծեմ։ Ես իմ մտքի մեջ հասկանում եմ, որ ես ինչ չպաշտպանեմ, ինձ ով պաշտպանի։ Դրա համար անընդհատ այս երևույթներն ու այս նշանները հետևում են ինձ սիրներ։ Դրա համար ինչ պետք է անեմ, որպեսզի նրանք չգան, ինձ չգտնեն իրանք, Աստված փոխում է մեր մտածելակերպը։ Ամեն ինչ մտածելակերպի հետևանք եւ արդյունք է սիրներ, որոնք հետևում են մարդուն։ Շնորհակալություն աղբերներին։ Թող Աստված օրհնի ձեզ, զորացնի։ Թող այս եղբայրները միշտ ձեր հետ լինեն, բայց այն նշանները երբեք ձեր հետ չլինեն սիրներ։ Այն նշանները ուրիշ բաներ են սիրներ։ Մի նուրբ բանի անդրադառնամ, ես փորձել եմ այսօր, եթե ընտանիքի հետ կապված ժամանակ հասցնեմ, մի բան պիտի անդրադառնամ։ Նվիրում կա, խնդրում եմ ձեր ուշադրությունը, խնդրում եմ ծառայողներ ուշադիր լսեք, խնդրում եմ նրանք, ովքեր ուզում են հավատքի մեջ հեռուն գնալ, ինձ ուշադիր լսեք։ Նվիրում կա, որի արդյունքում ենք մենք ապաշխարել։ Ամեն մարդ ապաշխարում է, Տիրոջը մոտիկանում է Աստծո եւ իր պատճառով։ Գիտեք, ցանկացած բան, ինչ որ Աստված խոսի մարդու հետ եւ մարդու մասնակցությունը դրա մեջ չլինի, չի ստացվի։ Կրկնում եմ։ Դու կարող ես մարգարեական խոսք ստացած լինես, բայց եթե դրա մեջ դու չգտնես քո անելիքը, ես ցավով պիտի տեղեկացնեմ,
Եթե դու չբացահայտեցիր նաև դրա մեջ քո անելիքը, դու կկորցնես մարգարեության իրականացումը։ Աստված ասեց գնա Երիքովը գրավի, հետո ասեց ինչպես։ Մարդու մասնակցությունը միշտ կա, փոքր, չնչին, բայց կա։ Գիտեք, մարդկա նույնիսկ հավատում է, եթե բաներ դավանի, լնելու է։ Ասեմ, երբ է լինում նույնիսկ խոսքից վերցրած դավանություն, օրինակ, կփրկվես դու եւ քո ընտանիքը, մարդը ասում է կփրկվեմ ես եւ իմ ընտանիքը, կտեսնեք, կփրկվեմ ես եւ իմ ընտանիքը։ Ես կարող եմ անընդհատ դավանել, բայց եթե իմ վարքը չփոխվի, կփրկվեմ ես, բայց ոչ իմ ընտանիքը միգուցե։ Ես մի կերպ մազապուրց կարող եմ փրկվել, բայց ոչ իմ ընտանիքին չի համար, որովհետև այո, աղոթքները իմ ընտանիքի համար բարձրանում են, դավանանքը բարձրանում են, բայց ես ընտանիքը տեսնում եմ սխալ օրինակ, եւ թեպետ Աստծո խոսքը կենթանի է եւ զորավոր է, բայց այս մարդը չի փոխվում։ Ես կարող եմ մեկ ուրիշ բան ասել, կապրեմ ու չեմ մահանա, կապրեմ ու չեմ մահանա, խոսք է, գրված է, խոսքից կարդացել եմ, բայց ես փողոց անցնելուց հավատքով անցնեմ, կընկնեմ ավտոյի տակ։ Փողոց անցնելուց ասեմ, ես կապրեմ ու չեմ մահանում ու առանցնալու անցնում եմ, ու հումոր եմ անում։ Կամ ինչ պատայի ուտեմ, որովհետև ասում եմ, ես կապրեմ ու չեմ մահանա, ու ինչ պատայի կուտեմ, բերեք կոլաները։ Ես գրված է կապրեմ ու չեմ մահանա։ 5 օր կարամ արթուն մնամ, որովհետև կապրեմ, եթե ես Աստծո խոսքը վերցնեմ, բայց չանեմ իմ մասն ու անելիքը, եթե ես ստանամ մարգարեություն նույնիսկ մի կարևոր խոսք հնչի եւ իմ մասնակցությունը չունենամ դրա մեջ, գիտեք ինչ եմ սա ասում, որտեղ քրիստոնյաները մտածում են այսպես. Եթե Աստված ասելա կանի։ Եթե Աստված ասելա, գիտեք Աստված գրված է, շատ նուրբ բան է։ Աստված ասեց Աբրահամին, ասեց որդի կունենաս, այո։ Բայց շատ զարմանալի է, որ գրված է, որ Աբրահամը գնաց տուն եւ Սարային գիտեցավ, գրված է, որ գնացին իրար հետ եղան։ Ինչի է գրված, այ մրտե ինչ պարտադիր էր այդ պահը նշվեր։ Ուզում էր ցույց տալ, որ Աստված խոսար, բայց մարդու գործը պիտի լիներ։ Ինչ որ մեկը կարող ասեր, ես աղոթելու եմ ու վերջ։ Աստված մարդու մասնաբաժինը, շատ տարական բան է ասում, շատ նուրբ բան է ասում, մարդու անելիքը միշտ կա։ Հիմա եկեք նայենք, փրկության հարցում Աստված փրկիչ է, բայց եթե ես իմ մասնակցությունը չունենամ, Աստված ամենակարող է եւ փրկիչ է, բայց ես չեմ փրկվի։ Որովհետեւ Աստծո կանչը կա, բայց ես էլ իմ անելիքը պիտի ունենամ, Տեր փրկիր ինձ։ Ես իմ մասնակցությունը պիտի ունենամ, ինչպես ներիր ինձ, ես ընդունում եմ մեղավոր եմ, ես սխալ եմ, ես դավանում եմ, որ դու Տեր ես ու փրկիչ ես։ Իմ քայլի հիմքի վրա Աստված փրկում է ինձ ելեր։ Հիմա նայենք։ Այսքան ասեցի, հիմա եկանք մի կետի։ Նվիրում կա, որ մեզ բերում է ապաշխարության, բայց այդ նույն նվիրումը մեզ չի պահի Աստծո մեջ։ Թույլ տվեք կրկնեմ, ուզում եմ վստահ լինեմ, որ բոլորը սա լսում են։ Ուզում եմ նորից ասեմ, միգուցե 7 հոգի չեն լսել։ Նվիրում կա, որ ինձ մոտեցրեց Աստծուն, բայց այս նույն չափի նվիրումը ինձ չի պահի Աստծո մեջ։ Հիմա ավելին է պահանջվում։ Նվիրում կա, որ ինձ պահում է Տիրոջ ճանապարհների մեջ, բայց այդ նույն նվիրման չափը ինձ չի դարձնի հոգով լցված Տիրոջ ծառասիրներ։ Նվիրում կա, որ ինձ կպահի եկեղեցում, Աստծո ճանապարհների մեջ կգնամ, բայց այդ նվիրման չափը չի պահի ինձ, որ ես դառնամ հաղթական քրիստոնյա։ Մեկ ուրիշ ծավալ է պետք, մեկ ուրիշ չափաբաժին է պետք նվիրման, որ ես անցնեմ հոգևոր մի նոր ընթացքի մեջ։ Ամեն, ուզում տենամ, ամեն։ Որովհետև եթե ես շփոթեմ եւ ասեմ, ես այն անգամ այսքան նվիրվեցի, եւ ես ապաշխարել եմ, այս նույն չափով ես չեմ դառնա այն, ինչ որ Աստված ուզում է, ես պիտի այն ավելացնեմ իմ կյանքի մեջ։ Սա է խնդիրը, որ շատ ժամանակ մարդիկ այն նույն չափով նվիրումով, որ ապաշխարել են, հույս ունեն այդ նույն նվիրումով կդառնան հաղթական քրիստոնյա։ Գիտեք, Հիսուսը մեր հետ կարող է լինել, Աստծո խոսքից մենք տեսնում ենք, որ Հիսուսը մարդու հետ է, այո։ Բայց մեկ ուրիշ բան կա։ Հիսուսը
Պետրոսը Հիսուսի մոտ էր եւ խեղդվում էր Հիսուսի կողքը։ Հնարավոր է Հիսուսը լինի մարդու կողքին, բայց մարդը խեղդվի։ Հնարավոր է Հիսուսը լինի մարդու նավակի մեջ, բայց այդ նավակը նավաբեկության ենթարկվի, ալիքները լցվեն, վտանգ։ Հիսուսը մեր կողքին է, այո, բայց մենք պետք է բաներ կա կարճենք իրանից։ Բաներ կա սովորենք իրանից, որ չլինի թե հանկարծ, որովհետև մեզ հասած Աստված պաշտության մեջ միգուցե մի քանիսի այսպես է, եթե Տերը մեր հետ է վերջ։ Տերը մեր հետ է, բայց որն է մեր անելիքը։ Տեր բացիր մեզ մեր անելիքներն ու հասկացողություն տուր մեզ հասկանալու։ Ուզում եմ մի համար կարդամ, գրված է Առակացի մեջ, տեսնող լսող ականջ ու տեսնող աչք, Առակաց 20:12-ը, այս երկուսը Տերն է ստեղծել։ Լսող ականջ, Դավիթ հեսաղոտն էր անում, ասում էր Տեր, լուսավորիր իմ աչքերը, որ խավարի մեջ չմնամ։ Ինչ տեսողության մասին է խոսքը, ինչ որ մեկը աղոթում է ֆինանսի համար։ Տեր Աստված նյութական օրհնությունով օրհնից, Տեր ֆինանսս, հանկարծ մեկ էլ լսում ես ինչ որ մեկի կարիքի մասին։ Ինձ լսում եք։ Դու աղոթում ես քո խնդրի համար, Աստված քեզ լսացնում է ուրիշի կարիքի համար։ Ես ինչ եմ աղոթում, ես ինչ եմ լսում։ Եվ ես գիտես ինչ եմ անում, ասում եմ, հնձիուրդուց։ Ես փակում եմ այն հնարավորությունը, որտեղ Աստված ուզում է ինչ-որ բան անի, բայց պատճառ է փնտրում։ Տեր Աստված, դարձրու ինձ նվիրյալ Աստծո մարդ դարձրու ինձ։ Ինչ որ մեկ աղոթում է 3 ամիս, խնդրում եմ լսեք, 3 ամիս աղոթում է, Տեր ինձ նվիրյալ դարձրու։ Հանկարծ Աստված ցույց է տալիս ինչ որ մի տեղում մի խոնար անձնավորության։ Եվ դու սկսում ես նկատել։ Դու աղոթում ես հոգով լցվելու համար, Աստված ցույց է տալի մի խոնար անձնավորության։ Համարտ ինչ եմ անդադես մարդուն տեսնում։ Աստված ցույց է տալիս մի բան, որ այնինչ որ դու ուզում ես, քեզ խոնարհություն է պետք։ Որովհետև այնինչ որ դու ուզում ես, վտանգավոր բան է, դրա համար քեզ խոնարհություն է պետք։ Աստված պատրաստում է ափսե, որ իր ուզածը փոխանցի, որ քո ուզածը փոխանցի քեզ։ Ինչ որ մեկ աղոթում է Տեր Աստված, ես հրաշալի զույգ ամուսինն եմ ուզում լինեմ, ճիշտ մեկին եմ ուզում։ Աստված ցույց է սկսում քեզ տալ մի ճիշտ ընտանիքի, եւ դու սկսում ես նայել եւ օրինակ վերցնել։ Ինչ է անում նայելը։ Այն սկսում է կիրառվել, գալ մարդու կյանքի մեջ։ Շատ հումորային մի փոքր զարմանալի պատմությունը Հակոբի արածը։ Հակոբի աներն ասել էր. բոլոր գառները, որ դառնան սև ու սպիտակ, քոնն են։ Ինքը պահում էր աներոջ հոտերը։ Հակոբը մի բան էր մտածել։ Այս գառները որտեղից գալիս են ջուր խմել ու փետերը այնպես էր կտրտել, որ գառները գային այս ջուրը խմեն, դա ֆիզիոլոգիական իրանց վրա ազդեցություն թողեր։ Ես չգիտեմ այս հնարը որտեղից էր գտել, բայց Հակոբը հասկացել էր, որ տեսողականը մարդու մարմնի մեջ ֆիզիոլոգիական փոփոխություն է բերում։ Տերները լսելու համար Տեր, տուր մեզ Աստված բացեց Հագարի աչքերը եւ Հագարը տեսավ այն ջրի աղբյուրը, որ միշտ կար այնտեղել էր։ Ջուրը այնտեղ էր, բայց Հագարը չէր տեսել։ Գիտեք ինչքան լուծումներ կա, որ ճիշտ այն նույն տեղում է, որտեղ որ մեր գտնված տեղն է, եւ հանկարծ Աստված բացում է, եւ մենք սկսում ենք տեսնել սեներ։ Լուծումը հենց այն նույն տեղում է սեներ։ Ուզում եմ մի համար էլ անդրադառնամ շատ։ Գիտեք հավատացյալների, ոչ միայն հավատացյալների, աշխարհիկ մարդկանց հետ էլ այդպես լինում։ Երբ է մարդը ընկնում եւ ինչից է հիմնականում մարդը ընկնում։ Շատ տիպիկ է եւ տարածված է, երբ որ մարդ ասում է այս մեղքի պատճառով, այս սխալի պատճառով, բայց ես ուզում եմ ուշադրություն բերեմ մեկ ուրիշ նուրբ կետի վրա։ Ինչն է պատճառ հանդիսանում, որ մարդը շատ ժամանակ ընկնում է։ Մարդ ինչի համար, որ իր մտքի մեջ հպարտանում է, մի քիչ կոպիտ ասեմ, հպարտանում է, նայում է եւ իր մտքի մեջ գիտեք ինչ ասում։ Ասում է փառք Աստծո, ես ճիշտ է այս սխալներն ունեմ, բայց մի բան կա սրա մեջ ուժեղ եմ էլի։ Օրինակի համար, ես ինչ կանեմ, բայց սուտ խոսալը իմը չի։
Մարդ կարա նեղվի իր սխալների համար եւ ասի, այ մարդ ճիշտ է, ես սխալներ ունեմ, բայց փառք Աստծո, ես մի հատ բնավորության գիծ ունեմ։ Ես մի հատ սովորույթ ունեմ լավ, որ այդի պահում եմ։ Սիրելիներ, ես ուզում եմ մի տխուր իրականություն բացահայտեմ իմ եւ քո համար։ Գիտեք, մարդը ինչից որ իրան լավ ազգում, ինչի վրա որ կանգնում է, երբեմն մարդկա այդ մի հատն այդ մի հատի վրա կանգնում է, եւ այդ մի հատով կամ այդ երկու հատով իրան լավ ազգում, հենց դա էլ դառնում է կործանարար քար մարդու համար։ Ցավոք սրտի, ինչի համար որ մարդը պարծենում է, կանգնում է, նույնիսկ մյուսներին էլ ասում է, սրանք, նրանք, դրանք, այն մարդ, այս մեկերը, այն մեկերը։ Սիրելիներ, ինչի համար որ մարդը հպարտանում է եւ վստահ է, սիրտն էլ դրա պատճառով ուրախ է, հանգիստ է։ Գիտեք ինչ նկատի ունեմ, մարդկա ունի 10 սխալ կողմեր, բայց այն դրանք անարգում է, ասում այն հեչ, կարևորը ես այսի փառք Աստծո։ Գիտեք ինչի Աստված թույլ տալիս, որ դա քանդվի։ Նա չի անում, բայց նա թույլ է տալի, որ մարդ աշխատի այն մյուս կետերի վրա նույնպես իրեր, որպեսզի այն կողմերից հակառակորդը չներխուժի իրեր։ Կրկնում եմ, ինչի վրա որ մարդը կկանգնի, շատ ժամանակ հենց այդ էլ կործանարար կարող է լինել։ Հիմա կարակ ասեք, բա ինչ անի մարդը, գոհանա դրա համար եւ անցնի մյուսին։ Շնորհակալություն հայտնի, Տեր, շնորհակալ եմ, այո, որ ես սա ունեմ, բայց անցնի այն մյուսին, փոխիր ինձ այն մյուս հարցում, Տեր, փոխիր իմ այս մյուս հարցում, Տեր, այս կյանքիս այս հատվածի վրա էլ աշխատանք տանի, թող Տերը փոխի մեզ ոչ թե մի, այլ տարբեր ոլորտներում, սիրեր։ Գիտեք, այս 3 անձնավորությունները կամ 10, եթե ես մեկի համար ասեմ, այն մեկը ինձ չի հետևում, այն 2-ն են ինձ կործանելու։ Ասեմ, այն 4-ը ինձ չեն հետևում, այն մյուսից հակառակորդը կործանի ինձ իրեր։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք աշխատենք մեր կյանքի տարբեր հատվածների վրա։ Սուրբը պիտի ավելի սրբանա։ Ինչ նկատի ունի սուրբ ավելի պիտի սրբանա ամեն հատվածի վրա աշխատելով սիրեր։ Գիտեք, երբեմն ի զարմանս ձեզ ասեմ, գիտեք, սրբություն կա, որ էգոիստական նպատակներով։ Սրբություն կա, երբ որ մարդը երբեմն այն պահում է, գիտես ինչի համար, որովհետև ասում է ինձ չի սազում, բայց սրբությունը պահում է եւ այն երբեմն ծառայում է մարդու էգոն փառաբանելու համար, որտեղ մարդը իր մտքի մեջ ասում է ես էս չեմ անում, ես էս չեմ։ Սրբությունը առանց սիրո, սրբությունը առանց սիրո տանջանք է մարդու համար։ Ցավոք սրտի երբեմն կարող ես տեսնել սրբություն եւ ճնշող մյուսների վրա ճնշող ազդեցություն։ Սա էլ պիտի ասեմ, որ մարդը շարունակական դատապարտի եւ մեղադրի, ինչի մեջ ուզում ա լինի։ Մարդ կա որդեգրում է իր կյանքում, անընդհատ ինչ որ մեկին այսի սենց անում, այսի սենց անում, այսի։ Ինչին որ դատեցիր անընդհատ, ես սա ինձ եմ ասում, նույնը ես եմ վերապրելու։ Շատ տարօրինակ օրենք է։ Ինչի մեջ որ մեկին անընդհատ մեղադրեցի, ինչի ասենց ամ, ինչի, դա մի օր տեսնում ես, որ դու ես անում։ Շատ դրա համար Աստծո խոսքը ասում է մի դատի, ախր ինչի Տեր, ախր արժանի է դատելու։ Ամբողջ հարցը սա է, որ ես դատում եմ, սկսում եմ նույնով ես էլ դատապարտվել։ Աստված փրկում է ինձ վերարտադրվելու օրենքից։ Երբ որ ես չեմ դատում, ես քանդում եմ այդ կամուրջը, որովհետև դատելը կամուրջ է, որ դրանք գա իմ կյանքի մեջ։ Ես այն ժամանակ մտածում եի, որ Աստված ասում է մի դատի, որտեղ մտածում է դիմացինի մասին։ Հետո հասկացա, որ Աստված մարդու մասին է, իմ մասին է մտածում, որ այդ նույնը չկրկնվի քո կյանքի մեջ, դրա համար ասում եմ մի դատի։ Թող մենք քանդենք կամուրջներ, ինչպես չդատելով։ Եվ հաջորդ բանը շեշտում եմ, ինչի վրա որ կանգնած ես։ Գիտեք, ինչն էր Սամսոնի ուժը մազերի մեջ։ Ասում էր ինչ ուզում են թու անեն, մազերս կարևոր, ինչը որ մարդու ուժն էր, կործանման պատճառ կարա լինի։ Ինչը որ մարդու ուժեղ կողմն է, կարա կործանման պատճառ լինի, եթե մարդը
չգոհանա դրա համար եւ չանցնի մյուս կողմեր ավելացնելու վրա սեներ։ Եկեք կանգնենք ոտքի սեներ։ Եկեք երկրպագենք, եկեք աղոթենք, օրհնենք Տիրոջը։ Օրհնենք նրա սուրբ անունը։ Հրաշալի է մեր Տերը։ Ուրեմն ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի սիրներ։ Փաստորեն ինչից եւ ինչի վրա որ մարդը հաստատ կանգնած է, դրանից ավելի զգույշ պիտի լինի։ Գիտեք ինչի համար, որովհետեւ դա այն հատվածն է, որի վրա մարդը ընդհանրապես զգույշ չի։ Մարդը կենտրոնացած է իր բացականների վրա, բայց ինչի վրա որ կանգնած է կենտրոնացած չի եւ հենց տեղից էլ առաջանում է խնդիրը սիրներ։ Եկեք աղոթքի մեջ գնանք, խնդրենք Տիրոջ ներկայությունը, փնտրենք Տիրոջը, օրհնենք նրա սուրբ անունը, օրհնում ենք քեզ Տեր։ Փոխիր մեր միտքը, սուրբ արա մեզ, սուրբ արա ինձ, քո ուզածի պես, դարձրում ես այն, ինչ ուզում ես Տեր, դարձրում ես այն, ում ուզում ես նստեցնել Տեր, փոխիր մեզ եւ ուղարկիր այն մարդկանց մոտ, ում որ պատրաստել ես Տեր։ Կորնելիոսի պես շատ մարդիկ կան, ովքեր աղոթքի մեջ են, ովքեր փնտրտուքի մեջ են, ովքեր փնտրում են Աստծուն, բայց դեռ պիտի լինեն մարդիկ, ովքեր հանդիպեն իրենց։ Տեր, դու կարող ես Աբրահամից որդիներ դարձնել, ահա ես ինձ դարձրու։ Դու կարող ես քարերից էլ դարձնել, ինձ դարձրու Տեր։ Ահա մենք, ահա քո եկեղեցին զորացրու եւ նորոգի։ Տերը սրբում է եկեղեցին, Տերը բժշկում է, Տերը նորոգում է, Տերը խաղություն է տալիս, ոչ թե որ մարդը ապրի իր ձեռքբերումների հետ միայն, այլ որ մարդը Աստծո գործ իրականացնի։ Աստված ապահովում է մեզ իր գործի, իր մեծ ծրագրի, իր մեծ հանձնարարականի, իր փառավոր նպատակի համար։ Տեր, երկրպագում ենք քեզ Տեր։